Սիրելի բարեկամներ, Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ այսօր քանի որ մեր նկարահանումը համընկել է մի գեղեցիկ իրադարձության հետ, այն է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է այսօր, փետրվարի 19-ը մենք որոշենք հետաքրքիր կերպով ներկայացնել եւ հիշում եք, որ Թումանյանը ոչ միայն դսեղի ծնունդ էր, ոչ միայն լորվա ծնունդ էր, այլ նաեւ հետաքրքիր պատմվածքներ ունի կապված բնության հետ եւ փորձել ենք այսօր կապել Թումանյանը, բնությունը եւ մեր հաղորդաշարը։ Այսօր մենք պատրաստելու ենք Եղջերուի մսից, որ մեր շատ լավ բարեկամ Կարեն Ասատուրովը անցած տարի հիշում եք, որ ինքը մի քանի ուտեստներ պատրաստեց Հայաստանում, այդ թվում նաեւ մեր հետ միասին մենք պատրաստեցինք ջայլամից ուտեստ, առաջին անգամ մեր եթերում եւ նա իր հետ ռուսական Ձիկոյետ ընկերության կողմից բերել էր Եղջերուի միս, որը թողել էր մեր մոտ եւ օգտվելով առիթից, որ այսօր ոչ միայն տերևներն են խշշում, այլ նաեւ մեզ հյուր է Լեոնիդաս Դավիդիսը Հունաստանից, որ այսօր հետ հանդես է գալու հայ-հունական, այսպես բարեկամության ջատագով եւ ինքն էլ քանի որ որսորդ է, փորձել ենք պատրաստել որսորդական ուտեստ, այսպես Թումանյանի մոտիվներով կամ հայ-հունական սոսով, հա։ Բարև Լեոնիդաս։ Բարև։ Ինչպես է քեզ զգում։ Շատ լավ։ Ասեմ, որ Լեոնիդասի մայրը հայ է, հայրը հույն է, Դավիդիս Լեոնիդաս, եւ իր հայրն է նույնպես հայտնի որսորդեր եւ այսօր մենք միասին կպատրաստենք Եղջերուի միս, թերևս հունական ձևով, հունական սոուսով եւ հիմա ինչ անենք առաջինը Լեոնիդաս։ Հիմա կկտրտենք, մի հատ լավ կլվանք ու այդ բաները համամունքները կխառնենք, կսարքենք մի լավ խաշլամա։ Այո, հունական խաշլամա Եղջերուի մսից պատրաստված լոռու չքնաղ բնության մեջ եւ հիշում եք մի հայտնի ֆիլմ կար, հայ ֆիլմեր նկարահանել, մրցույթի են գնում խոհարարները, երբ որ հասնում են մրցույթի տեղը, դանդուրը մոռացած է լինում եւ մենք հասել ենք այստեղ Եղջերուի միսը խնդրել ենք, որ կրկին անգամ սառնարանից մեր սառցանից բերել են, պարզեց, որ Եղջերուի միսը չենք բերել, հիմա կխնդրենք այդ Եղջերուի միսը, որ մեզ սիրահոժար նվիրել է Վրաստանի ամենահայտնի խոհարարներից մեկը Կարեն Ասատուրովը, որ նաև մի գեղեցիկ բլոգ է վարում, կոչվում է Արամատի Կավկազա, կարող եք բաժանորդագրվել, իր նվիրած Եղջերուի միսից մենք կպատրաստենք հիմա Եղջերուի խաշլամա հունական ձևով։ Հիմա կտրատենք, Լեոնիդասը կտրատի հայկական ցակատով, ես է խոսեմ, հա։ Այո։ Հիշում եք Թումանյանը երկու ստեղծագործություն ունի, կամ առնվազն երկու, որտեղ ինքը, նու երկու չի, արդեն ավելի շատ, Պախրան, Եղջերուն, Դանակը ենք տալիս, ինքը նաև ունի երկաթողու կառուցումը, որտեղ նույնպես խոսում է Եղջերուների մասին, ուզեմ խոսենք Եղջերու ստեղծագործության մասին, որտեղ շատ գեղեցիկ ինքը նկարագրում է, ինչպես են գնում որսի եւ այդ պատմությունը, որ ինքը պատմում է, այս քամու ձայնը լրացուցիչ հմայք է տալիս մեր նկարահանումներին եւ մեր հնչյունային օպերատորի գործը թերևս բարդացնում է, որովհետեւ այն ձայնալսման համակարգը, որ մենք ունենք, այս ձայները չնայած բնության հետ շփվող մարդկանց համար իհարկե ինքը հաճելի է։ Եվ այդ Եղջերուի մեջ ինքը ինչ է նկարագրում, երբ որ առաջին անգամ թերևս դա Թումանյանն է եղել, որովհետև Թումանյանը ինչ որ գրել է հիմնականում իր հետ կապված դեպքերն են, երբ որ ինքը հայտնի որսորդ Օսեփի հետ գնում են որպիսի որսի եւ առաջինը գնում են օվակի մենց տուն եւ բինա են ասում մեր մոտ, դագա, բինա եւ գնում են այդ գիշեր պիտի սպասեն եւ մի գեղեցիկ պախրա է լինում, որ ասում է, որ գալիս է իմ լոբուտին վնասում էր, չէ։ Այո, լոբին գալիս էր ուտում էր։ Լոբին գալիս էր ուտում էր եւ առավոտյան իրանք իհարկե որսի են գնում, շատ հուզիչ նկարագրությամբ ստեղծագործություն է։ Կխնդրեմ, որպեսզի կարդայք, ինքը նաեւ համացանցում կարող եք հետեւել։ Իդեպ Թումանյանը մեր ամենամեծ գրողն է թերևս եւ ինչպես Չարենցն է ասում, ինքն է անհաս Արարատը մեր նոր քերթության եւ հրաշալի տեսնում եք ինչպես է մասնատում։ Հունաստանում ինչպես է որսորդության գործը Լեոնիդաս։ Որսորդության գործը շատ օրինական, շատ Ինչ գեղեցիկ։ հետաքրքիր պատմություններ ես հիշում։ Հիշում եմ, որ առաջ անգամ գնացել էի
դեռ լեզուն չէի իմանում։ Հունարեն։ Հա, Նու իրենց լեզուն, որովհետև այստեղի լեզուն պոնտերենը կիմանա։ հա, դե պոնտիները գիտեի, ու արգելանոց էր, ընդեղ գրված էր, որ որսն արգելվում է։ Ու հարցնում եմ հույներին, ասում եմ, ես ինչա գրած, ասում է գրած է, որ շատ որս կաստե։ Այո։ Ու մտել էինք մեջը որսագողություն էինք անում առանց իմանալու։ Այդ ձևի պատմություններ։ Այո, լեզվի չիմացությունը բերում է օրենքի խախտումների։ Այո, Բայց օրենքի իմացությունն էլ կարող է բերել, որ լեզվական լեզուդ փաթ չընկնի, հա։ Ես հիմա կրակին հետևեմ մի քիչ Լեոնիդաս, դու տեղ։ Այս մի կտորը հատուկ վերևներից եկավ, որպեսզի ես վրան դնեմ։ Հիշում եք Թումանյանի մոտ հառաչանքը, ասում է ծերունի մի կոճղ դրեց կրակին, հա, մթնեց։ Չէ, այդպես շատ հանձրացական է Թումանը գրում մթնեց, չէ, մեր մոտ դեռ չի մթնում, հակառակը օրը նոր է բացում։ Լեոնիդասը ավարտին է մոտեցնում արդեն մսի կտրատման պրոցեսը։ Միսը մենք այս մաքուր ջրի մեջ կլվանանք նաև կաթսան, կկտրատենք սոխը, մեր լոլիկը, սա երևի պատշաճա նաև պղպեղ, հա։ Ուրեմն կանաչ, բացի կծու պղպեղը, նաև սովորական պղպեղ կօգտագործենք։ Հիմա լվանում է Լեոնիդասը։ Սիրելի հեռուստադիտող, չեք պատկերացնի ինչ նախանձելի հաճելի եղանակ է։ Տեսնում եք, այս սոխի կտորները մենք ինչ ենք թողնում բնության մեջ, որովհետև ինքը հող է դառնում, ինչպես նաև այս տերևները, որ լոռիում, տավուշում, ասում են խաշամ, եւ մենք խաշամի տակից ջուր ենք խմում, խաշամի վրա էլ արդեն խաշլաման ենք պատրաստելու, օգտագործելով նաև խաշամի տակից եկող ջուրը։ Ոչ միայն խաշամի տակից է գալիս, այլ նաև տեսեք այս սառույցի տակից, վերևից ձները հալվում են եւ գալիս է։ Եվ գեղեցիկ ուտեստ ենք ունենալու այսօր հունական ձևով խաշլամա եղնիկից։ Հա Դավիդով։ Այո։ Լեոնիդասը մեր ռաֆտինգային թիմի լիդերներից է, մեզ միացել է անցած տարի եւ այս տարի մենք միասին մեծ ծրագրեր ունենք, կառուցում ենք ԱՊՀ տարածքի ամենամեծ ռաֆտինգային բազան, որի մասին շուտով կհայտարարենք։ Մենք հիմա սոխն ենք կտրատում զուգահեռ, միսը մշակում ենք, այնուհետ ձեթը հունական ձեթով եւ հայկական կարագով կպատրաստենք մեր ուտելիքը, հա։ Այո։ Մեր ուտեստը հիմա շուտով կդատարկենք միսը այստեղ փոքր թավայի մեջ, մի շքեղ տերևաթափ է, չնայած տերևաթափ լինում է աշնանը, մեր մոտ տերևա շարժում է։ Սիրելի հեռուստադիտող, այն ամեն ինչ, որ դուք տեսնում եք մեր եթերում, կարող եք հետևել նաև Երկիր մեդիա հեռուստաընկերության YouTube-յան եւ Facebook-յան էջում, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի այսպիսի հետաքրքիր ուտեստներ, այսպիսի հետաքրքիր բնությունը վայելելու համար տեսնեք, դիտեք եւ ինչպես հայտնի երգում է ասում, մենք նախկինում ինչ էին անում, ձայներ էին հավաքում ընտրությունների ժամանակ, հիմա ինչ եմ լայքեր են հավաքում։ Հիմա ինչ ենք չհետևենք մեր կացային։ Հետևանք, ստե քար դնեմ, որ կրակը Այո։ տեղ մնա։ Քարը դնում ենք, որպեսզի կրակը ուղղորդենք։ Կարող 4 կողմից քար դնել նույնիսկ։ Ինչն է շատ Հայաստանում քարը։ Լալվարի կարմիր քարը։ Այո։ Տեսնում եք ինչպիսի հնարքներ ենք օգտագործում։
Մեր ամեն մի հաղորդման ժամանակ մենք իհարկե փորձում ենք մեր ժողովրդական բառ ու բանից հնարքներից օգտագործել եւ տեսնում եք ինչ է անում Դավիդովը։ Ինքը քարեր է դնում, որպեսզի կրակը շատ չտարածվի եւ ավելի բարձր ջերմություն ստանանք։ Սիրելի հեռուստադիտող, դուք գիտեք, որ Լոռու եւ Շիրակի մեջ այսպես մրցակցություն կա, թե ով է ավելի մեծ, ավելի ուժեղ, Իսահակյանը թե Թումանյանը, եւ մի հայտնի պատմություն կա, որ ուզում եմ պատմել, հետո անդրադառնամ, թե ինչ եմ ասելու։ Ուրեմն 1907 թվական Հովհաննես Թումանյանը հրավիրում է Ավետիք Իսահակյանին Դսեղ եւ ինքը քանի որ գիրք կարդացած անձնավորությունը, իդեպ այսօր գիրք նվիրելու օրն է եւ մի գեղեցիկ գիրք էլ մենք թերս կնվիրենք եւ ինքը քանի որ գիրք կարդացած էր տան ուներ 10,000-ից ավել գիրք, դուք պատկերացրեք 1907 թվականին այն ժամանակ ինչ տպականակով էին տպվում գրքերը կամ ինչքան գիրքեր տպվում եւ ինքը 10,000-ից ավել գիրք ուներ եւ երբ որ ինքը գյուղ էր գնում, բոլորը հավաքվում էին իրեն տարբեր հարցեր տալու եւ ինքը խնդրում է իր ընկերներին, որպեսզի Իսահակյանին տանեն այդ մեկ ամբողջ օր անցկացնեն եւ գնում են ծովեր, գնում են խորոված են անում, ձուկ են բռնում, այն ինչ որ ամենը ինչ որ կարելի անել Լոռիում եւ երեկոյան գալիս են տեսնում են, որ Ավետիք Իսահակյանը այսպես տխուր նստած է։ Լոռեցված գրաղա քաշում իր ընկերներին հարցում ասում ծովեր գնացիք ասում գիքոր աղբեսը ջուր խմեց ասում կրակեց ասում խորովածը կերավ ասում ձուկ բռնեցիք ասում մեկի մոտիկան ասում աբո ջաբախես տխուր ասում Հանես ջան ասում ես էլ քո նման այս բնության մեջ ծնված էլ ես էլ քո նման բանաստեղծ ու գրող կդառնայի հիմա սա չգիտեմ ինչքանով է ճիշտ ինչքանով է լեգենդ բայց այս բնությունը չեք պատկերացնի ինչքան է ոգեշնչում չեք պատկերացնի ոնց ենք մենք արդեն ստեղծագործական խումբը ես ու Լեոնիդասը վայելում այն համերը որ այն կաթսայում արդեն ձևավորվում է այստեղ եւ հիմա մենք լոլիկը կտրատեցինք հիմա քաղցր պղպեղը կտրատենք դուք գիտեք որ քաղցր պղպեղը պետքա կտրատել այսպես ձողիկաձև ահա Ձողիկաձև կտրատում են քաղցր պղպեղը, որ մեր մոտ ասում են բուլղարական, տարբեր տեղեր որտեղից այնտեղ գնացել այնպես էլ անվանում են, ասում են նաև հունգարական, մեքսիկական եւ այլն, բայց բոլորս գիտենք, որ սրա համար մենք պարտական ենք երկու մարդու, Քրիստոֆոր Կոլումբոսին եւ Ամերիգո Վեսպուչիին։ Չէ, առաջինը որ հայտնագործեց Ամերիկա մայրցամաքը եւ կիսագունդը երկրորդն էլ որ դրա իր անունով կոչեցին իսկ արդեն կծու պղպեղը մենք կտրատում ենք օղակաձև սա անհրաժեշտ մեծ կծվությունն է տալու եւ մենք բոլոր համերը պիտի զգանք կծու քաղցր թթու եւ դառը չէ մի շքեղ Հիմա նաև դասավորելու ենք ես ու Լեոնիդասը այս շքեղությունը, որպեսզի ստանանք այն համերը, որ վայելելու ենք ստեղծագործական խմբի հետ մեկտեղ մեր շատ սիրելի հաղպատ ծաղկաշատ ընկած հատվածում ջիվանքում։ Երկու պճեղե սխտոր ավելացնենք, հա? Այո։ Արդեն հոտ մնգա։ Այո, մենք հանգիստ այսպես մեր մնացորդները թողնում են գետնի, որովհետև իրանք հող են դառնալու, մենք չենք կեղտոտում բնությունը, ոչ մի պլաստիկ չենք օգտագործում այնպիսի նյութեր, որոնք որ չեն քայքայվում, հակառակ իրենք քայքայվում են եւ հակառակ իրենք հող են դառնում, սնուցելով մեր մայր բնությունը։
Քանի որ այսօր Թումանյանի ծնունդն է, մի բաժակ էլ խմենք, ասենք մեր պապի ծնունդը շնորհավոր, ինքը բոլոր լոռենցների պապն է։ Եվ մենք որ ասում ենք պապը, բոլորը գլխին են գնում, որ դա Թումանյանն է, ասենք պապի ծնունդը շնորհավոր, եւ թող որ պապի ցանկությունները, պապի նպատակները բոլոր իրականություն դառնան եւ Հայաստանը դառնա վերջապես հույսի հայրենիք եւ լույսի հայրենիք։ Այդ հույսի եւ լույսի կենացը։ Միշտ պապի գինուց ցողենք մեր եղջերվի վրա։ Սիրելի բարեկամներ, գիտեք, որ տեսնում եք, որ մի բան պակասում է, բայց ինքը այնպես չի, որ մոռացել ենք, պակասում է աղը, որովհետև նման մսին միայն աղ կարելի ավելացնել, եւ մեկ էլ ուրցը, որովհետև ուրցն էլ մեր համունքների թագուհին է, լորվա ուրց եւ աղ։ Այսպես մի բռաչափ լցնենք խոշոր աղ։ Հրաշք, հայ-հունական բարեկամության այս խաշլաման եղնիկի, չէ, հունական ձիթապտղի ձեթով, հայկական գինով, կարագով, Թումանյանի ծննդյան օրը, մինչև կլցնի Դավիդովը մեր ուտեստը, ես է գինիները լցնեմ, Այո։ Քայլում ենք, անտառում էլ ջիվանքում կարգը ոնց է, պետքա խմել ուտելուց առաջ եւ խմել ուտելուց հետո, կա ուտել խմելու երկու տարբերակ, հիշում ենք, խմել ուտել խմել կամ ուտել խմել ուտել։ Եվ մենք խմենք մեր Թումանյանի կենացը, իրանք ասենք ապրես դու որ ծնվել ես եւ հայ ժողովրդին տարի նստացրել ես բոլոր մեծերի հետ մի ընդհանուր սեղանի շուրջ, ոնց որ Հրանտ Մաթեւոսյանն էր ասում։ Այդ չգիտեմ մեծերը այս կարգի ուտեսկել են թե չեն կերել, բայց հաստատ մեզ նախանձում են։ Մեր Թումանյանի կենացը կրկին անգամ եւ իրեն թերցողի կենացը, այսինքն մեր հայ ժողովրդի կենացը, հայ ժողովրդի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ Թումանյանի գործերին ծանոթացել են։ Թումանյան ջան կենացդ, մեր պապի կենացը իր թորների կողմից, հայ եւ հույն թորների կողմից։ Գինի շքեղ, հիմա վայելում ենք եղնիկի խաշլաման, տեսնում եք ոնց ենք անջատվում, համը շքեղ, ապրիլ Լեոնիդաս Դավիդիսը որ եկավ եւ այս գեղեցիկ ուտեստը միասին պատրաստեցինք, ապրիլ Կարեն Ասատուրովը, որ այս լավ միսը մեզ թողել էր Ձիկայեդի կողմից, բավարար հյութը տեսնեք, ասեմ որ ստեղծագործական խումբը կամերաներից այն կողմ հիմա մեզ նախանձում, որովհետև դեռ իրենք չեն ուտում, բայց իստվա մենք տառացիոն 3 րոպե հետո, երբ որ կավարտվի մեր հաղորդումը, ինչպես մեր սրբազաններից մեկն էր ասում, կհարձակվենք խաղաղությամբ այս խաշլամայի վրա, բայց մինչ այդ ես կուզենամ մի փոքրիկ այս գեղեցիկ օրվա որպես հուշ, քանի որ գիրք նվիրելու օրը մեր գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի կամքով իր նախաձեռնությամբ ես կուզենամ մի գիրք նվիրել, որը վերաբերում է վայրի բույսերին եւ թող որ այն կզարդարի Դավիդիսի գրադարանը եւ ասեմ որ Դավիդիսը հետաքրքիր գրականություն ունի ռուսերեն եւ հունարեն լեզուներով նաեւ հայերեն, իր մայրը ազգությամբ հայեր եւ շատ գեղեցիկ գրքեր ուներ, հիմա կուզենայի նվիրել մի գեղեցիկ գիրք,
որը հետո մենք կօգտագործենք միասին, երբ որ մեր ռաֆտինգի հանրապետությունը ստեղծենք։ Սա նվիրում ենք քեզ։ Ευχαριστώ։ Ինչպես հույներն են ասում, Էվխարիստո նշանակում է շնորհակալություն, պարապոլին շատ, Էվխարիստո պարապոլի այս գեղեցիկ օրվա համար եւ ապրի Թումանյանը եւ սիրելի հեռուստատող կհանդիպենք կրկին անգամ մեկ շաբաթ անց ամենաազգային Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում, որտեղ կներկայացնենք ամենահետաքրքիր ուտեստները ամենահետաքրքիր վայրերից։ Իսկ այս անգամ մեր հանդիպումը կայացավ Ծաղկաշատի մոտ այս ջիվանք հրաշալի վայրում, որտեղ եւ ձեզ սիրով հրավիրում ենք, երբ որ կկամենաք, կարող եք կապվել մեր հետ եւ գալ այստեղ։ Իսկ բոլոր այն հետաքրքրասերները, ովքեր կուզենան լավ հաղորդումներ հետևել, կարող են Facebook-ում եւ YouTube-ում անդամագրվել Երկիր մեդիային եւ միանալ մեր հաղորդումներին։ Շնորհակալություն։